Գիտես, հայ անվանի գրող Գուրգեն Մահարին Սիբիրում անցկացրած աքսորի տարիներին է հանդիպում ապագա կնոջը։ Վիլնյուսի համալսարանի ուսանողուհի լիտվացի Անտոնինային, ով նույնպես աքսորվել էր Սիբիր։ Անտոնինան հանդիպում է Մահարուն մահացողների հիվանդասենյակում։ Անգամ բժիշկները հույս չէին տալիս, որ նա կառողջանա։ Կինը գրողի կյանքը բառերով է փրկում։ Նա խաբում էր ասելով. «Անպայման կառողջանաս, կգնաս տուն, քո գրքերը կհրատարակվեն, դու հայտնի գրող կդառնաս»։ Ստալինի մահից եւ նրա հաստատած բռնապետության քայքայումից հետո Մահարին Երևան է վերադառնում ընդմիշտ։ 1954 թվականի հուլիսի 9-ին Անտոնինայի եւ իրենց աղջկա Նազիկի հետ վերադառնալիս նա իր հետ բերում է ինքնակենսագրական երրորդ գրքի ձեռագիրը, որը լույս է տեսնում 1956 թվականի երիտասարդության սեմի վերնագրով։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք թողնել մեկնաբանություն։